Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես զինծառայությունը 6 ամսով կրճատելու նախագիծն արժանացավ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Փաթեթը ներկայացրել է Պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Պապիկյանը հերքել է բանակի կրճատման մասին լուրը, նաև կարճ զրուցել լրագրողների հետ։ Անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց, այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, դրա մասին եմ, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, ժամանակ չգիտեք, որ հունվարին գնացողների նախագիծը չենք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից, եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել։ Պարոն Պապիկյան, մամուլում կային հրապարակումներ, որ զինված ուժերի աշխատավարձի բարձրացում հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացում, հարգելի գործընկերներ, ատեստացիոն համակարգը ներդրված է, այն ընթացքի մեջ է եւ կարծում եմ դրանից լավ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չի կարող լինել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է մեկնաբանել շրջանառվող լուրը, թե մարդկանց պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովին բերել են ստիպողաբար։ Պատգամավորը հերքել է, նշել, որ նման բան չկա։ Հիշեցնեմ, շաբաթ Համալիրում կայացել է պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու համար պետք է համապատասխանի կոնկրետ պահանջների, որոնցից մեկ օրինակ ամենապարզ օրինակը բերեմ միայն Հայաստանի քաղաքացի լինելու փաստն է եւ այդ հանգամանքն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե վաղը պարզվի, որ օրինակ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, որ ես ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանս հանդիսանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ փաստի բերումով ես ավտոմատ կդադարեմ լինել պատգամավոր, վարչապետը ավտոմատ կդադարի լինել վարչապետ։ Օրերս Համալիրի հավաքի նպատակը որն է, ինչ էր ցուցադրում դրանով ԿՊ։ Այս ԿՊ-ն ինչ կապ ունի։ ԿՊ-ն այնքանով կապ ունի, որ դրան մասնակցում են նաև ԿՊ-ականներ, ասում եք ԿՊ-ն ինչ էր ցուցադրում դրանով դա ով օրինակ, ով մամուլը գրում է։ Ով որ մամուլը։ Այն մամուլը, այն որ մամուլը, չէ, 5 հոգու անուն ազգանուն տվեք։ Այնտեղ մասնակցել է 7000 հոգի, դուք տվեք 5 հոգու անուն ազգանուն։ Բայց անուն ազգանուն տան, որ իշխանություն թիրախավոր։ Էտում են թիրախավոր այսքան ժամանակ։ Իսկ եղել է Էտում են թիրախավոր։ Բա դուք անուն ազգանուն չեք ուզում։ Ես ասում եմ։ Ասում դե տվեք, որտեվ ասում եք չկա խնդիր, ես ասում եմ։ Դե տեսեք, հիմա ոչ ես եմ այնտեղ եղել, ոչ դուք եք այնտեղ եղել, բայց դուք ասում եք կա նման խնդիր, ես ասում եմ չկա նման խնդիր։ Հիմա այս հարցը հանգուցալուծելու համար մեզ պետք է հասկանալ, թե ով է այդ քաղաքացիները, ում ստիպողաբար տարել են, որտեղ դուք ասում եք կա, իհարկե բացառում է։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի որպես մեղադրյալներ են ներգրաված Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հիշեցնեմ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել էր հակակոռուպցիոն դատարան, որն էլ քննել է նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատախազները մեղադրանքը վերավորակավորելու փոխարեն ձեռնամուխ էին եղել նոր վերաձևակերպումներով նոր մեղադրանք առաջադրելուն։ Երբ որ մի դատավորից մյուսն էին փոխանցում, երկու սպեսամես չէր մակարդակում, ոչ մեկին դա չէր մտավորում, ողջամտություն եւ այլն։ Իմ կաշվի վրա
Ես այս ամենը զգացել եւ ես չեմ կարող այն կյանտար նայել ձեր գործողությունները շատ կներեք։ Սա ուղղակի հնարավոր պարավը իմաստն չի գուտը եկացակ, հանգամանք կա։ Իմ կարծիքով նաև այն լուսումները, որը կազմակերպվեց մի գործով, որը այսօր դատարանում է, իհարկե դա ուղղակի փորձ է ճնշում իրականացնել այդ ճանապարհը դատարանի վրա։ Ես հայտնի դա չեմ գնալ։ Բոլոր ռայներով, ամբողջ իրավապահամակարգի ղեկավարներով եւ այդ լեյտմոտիվը եղել է հետեւյալը՝ հիացածքում բացահայտված է, թե բացահայտված չէ, պետք է բացահայտել։ Բայց ոչ չի խոսացել, ինչը բացահայտել։ Սպանությունների մասին չի խոսում։ Ուղղակի պետք է գործը բացահայտել, վերահսկել։ Ենթադրվում է, որ բացահայտվելու այստեղ։ Անկոչան։ Ուղղակի ես նույնիսկ արձագանքելու համար չեմ անում։ Ուղղակի ուզում եմ, որ դուք նաև մեր աչքերով փորձեք այս իրավիճակին նայել։ Տեսեք, դուք ձեր մտահոգությունը հայտնեցիք, որ նախորդի շատ հարգանքով մեր մյուս գործընկերների նկատմամբ, որ դատական նիստերը ինչ-ինչ պատճառներով չեն կայացել։ Դրանով ողջամիտ ջանքի տուն գործի իշխանության եւ ձեր իրավունքները խախտվում են։ Հիմա դատարանը ցանկանում է այնպիսի մտածակարգով այս քրեական գործը քննի, որպեսզի որևէ իրավունքները չխախտվեն։ Առավելապես ձեր իրավունքները չխախտվեն։ Բարձր հոգևորական դասը պահանջում է սառեցնել Աշակ Խաչատրյանի ծառայությունը եկեղեցում։ Համացանցում լուսանկար էր տարածվում, որում ներկայացված էր դիմում ուղղված Գարեգին II-ին։ Դիմումում բարձր դասի հոգևորականները դիմում են նրան ու խնդրում հորդորում առժամանակ կասեցնել Մայրաթոռի դիվանապետ Աշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում եւ ծառայությունը եկեղեցում։ Նշված են դիմող հոգևորականների անունները, որոնք ստորագրել են։ Երևանում առանց տոմսի երթևեկելու հիմքով օգոստոսից 860 վարչական ակտ է ընդունվել։ Ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ 438 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը։ Ավետիք Բաբայանը տվյալներ է ներկայացրել, նաև նշել, որ ծառայության կողմից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքները սկսվել են 2025-ի օգոստոսի 19-ից։ Իսկ նախորդ գիշեր արձանագրվել է օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է պատճառների մասին, մասնավորապես շինարարական փոշու, բայց արդեն որերորդ տարին է խնդիրը սրվում է հենց ձմեռվա ամիսներին, ասել է նա։ Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ այն ինչը, որ միգուցե շատ դեպքերում սովորական էր թվում տասնամյակներով, եւ մենք չենք խոսել դրա մասին, հիմա պետք է որոշակի անդրադարձ ունենանք, մասնավորապես օրինակ ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում, եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետև երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաեւ
վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն, երբ որ մի հատվածում որևէ մի բան այրվեց, որևէ մի կույտ տերևների այրվեց, ժամերով այդ տոքսինները մնում են օդում։ Եվ կարծում եմ մենք բարբերաբար բացի խոսելուց իհարկե բարբերաբար խոսելուց այս մասին պետք է որոշակի գործիքակազմ ստեղծենք մեզ համար Տիկին Ստեփանյան, պարոն Մարգարյան, Երևանի թիմ օրենքում որոշակի կարգավոր ես հասկանում եմ, որ ինչ որ տենց ավանդույթային բաներ կան, որոնք որ տենց սովորական են միգուցե դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն, սրանք նորմալ ավանդույթներ չեն եւ կներեք, բայց մի քանի տենց մեշոկ տերևը ուղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատթարացումը, դες ամառվա ամիսներին մեր այդ PM2.5-ը վատագույն դեպքում, չգիտեմ, 50-60-ա ցուցանիշը, որը կամ գերազանց է, կամ տենց լավ, այդ կամ կանաչ շրջանակում է, կամ դեղին։ Հիմա մենք տենց մոտավորապես կամ անառողջ շրջանակում ենք, անառողջ զգայուն խմբերի համար, կամ անառողջ, կամ շատ անառողջ։ Եվ դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Իհարկե մասսայական հրդեհները իրենց հերթին, բայց նաև այդ որոշակի կանխարգելիչ գործողությունները, որոնք որ տերևների վառել, աղբի վառել, չգիտեմ, տարբեր տեսակի ինչ-որ բաների այրումը բակերում, դրանք անթույլատրելի են եւ իրականում այս մեծ ծավալի մեջ, քաղաքի ծավալի մեջ, երբ որ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են մեր օդում շատ երկար ժամանակ եւ մենք այդ օդը շնչում ենք։ Եվ սա շինարարության մասին չի։ Երբ որ մենք անընդհատ ասում ենք ժողովուրդ ջան, այո, շինարարությանը վերաբերյալ պարոն Ղուկասյանը այսօր կզեկուցի ամենաչարամիտ խախտողներին եւ նրանց հանդեպ որոշակի գործողություններ տեղի կունենան, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այդ մի հատ շենքի կառուցումը եւ իր ամբողջ ստեղծած փոշին, այդ ընդամենը մի բակի, այտենց մի հատ լավ կույտի տերևների այրումը, որ շատ ավելի թունավոր է եւ վտանգավոր։ Եվ այս գիտակցումը մենք պետք է ունենանք։ Սա չի նշանակում, որ մեր կառուցապատողները պետք է տենց հանգիստ շունչ քաշեն։ Սա մեկը մյուսի հետ կապ չունի, բայց նաև մեխանիզմներ պետք է ստեղծենք, պարոն Մարգարյան, որպեսզի այս պրոցեսների դեմ կարողանանք պայքարել։ Եվ այսպես հեծում կատարվածը փողերի լվացում է անվանում վարչապետը, կան կոնկրետ փաստեր, ասել է Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կառավարչի հետ աշխատանքային հանդիպմանը։ Պետրոսյանը ներկայացրել է հեծում իրականացված եւ ընթացքի մեջ աշխատանքները, տեղեկացրել, որ բարձր ղեկավարության մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարները կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորել։ Նա նաեւ խոսել է վարձատրության մասին, իսկ Փաշինյանը շեշտել, չպետք է քաղաքացիներին հաջողանալու համար հոսանքի գինն այնքան իջեցնենք, որ արդյունքում պրոբլեմ առաջանա։ Փաշինյանն ասել է, որ հեծի հետ կապված հիմնական խնդիրն իրենց ռազմավարական հետագա մոտեցումն է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջինը մենք սահմանված օրինական ընթացակարգով հեծն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո հրավիրենք ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ, որը կկառավարի համակարգը, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը լինում է պետական սեփականություն եւ կառավարում է պրոֆեսիոնալ ընկերությունը։ Իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Հաջորդ տարբերակը թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող կներգրավեն։ Մենք հենց առաջի ամսվանից իմ նշանակումից հետո մինչև 200,000 դրամ համակառն եկամուտ ունեցող հեծի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցինք եւ արդեն 4-րդ ամիսն է կստանան մեր գործընկերները։ Արդյունքում ավելի քան 1700 աշխատակիցներ
օգտվում են այդպես Այսինքն ցածր աշխատավարձի, ցածր հեծի ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար այդ համակարգը ներդրվել է։ Այո, միջինացված 10-ից մինչև 20% բարձրացում է տեղ ունեցել փաստացիորեն։ Ասեմ, որ վստահաբար Մեկ անգամյա, երկու անգամյա, երեք անգամյա, թե շարունակվում է, այսինքն դա շարունակական է, քանի դեռ մենք չենք կարողանում դրույքաչափի եւ հաստիկացուցակների վերանայում անենք, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին։ Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք եւ սեփականատերի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք մեր այդ քայլով 10-ից 20% բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը։ Նաև համեմատության համար ասեմ, վստահաբար գիտեք, մեր երկրում վերջին ամիսների ցուցանիշներով միջին աշխատավարձը 320,000 դրամ է ամսական։ Հեծի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը 3400 մոտ աշխատակիցներ վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով, իսկ նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի այսպես սոցիալական շերտին մենք լրացուցիչ 20,000 դրամական ամսական միանվագ պարգևատրումներ ենք։ Ես կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ, չէ, որովհետև ենթադրում եմ, որ այդ մարդիկ են հատվածն են, որոնց աշխատանքը անմիջապես աշխատանքի արդյունքը երևում է էլեկտրոէներգիայի մատակարարման որակի վրա։ Այո, դա սպասարկման շղթայի, արժեշղթայի ստորին օղակն են, հիմնականում մանձորներ, տեսուչների մի որոշ ուրեմն քանակ, ինչպես նաև վարորդներ, բանվորներ, տարբեր խնդիրներ կատարող հերթապահություն իրականացնող մասնագետներ 300,000-ից մինչև 600,000 սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ եւ նաեւ կարեւոր եմ համարում շեշտելու, որ նաեւ վարձատրության այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է նաև արդյունքային ցուցանիշներից ամսական, կորուստների աճի հնարավոր, անջատումների, խափանումների, հետևական վերացումների արդյունքում վերլուծվում են տեղամասի պետերի, ցանցի պետերի կողմից եւ ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների։ Ես առանձնատուփ եմ շեշտել, որ այդ 20,000-ները չեն վերաբերում որևէ ցուցանիշի, դա պարզապես միանվագ տալիս ենք մեղմելու սոցիալական վիճակը մեր աշխատակիցների։ Մայրաթորում եպիսկոպոսած ժողով էր, օրակարգում էր նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը կապված նրան վերագրվող տեսագրության հետ։ Եպիսկոպոսները զերծ են մնացել մեկնաբանություններից, հիշեցնեմ, նախորդին համացանցում լուսանկար էր տարածվել, որում ներկայացված էր դիմում ուղղված կաթողիկոսին։ Դիմումը ստորագրել էր 7 եպիսկոպոս։ Նամակով նրանք առաջարկում էին, որ վեհափար հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի Մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Այսօր ժողովից առաջ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրակարգ չի ստացել, հրավիրվել է ժողովին հարցեր քննելու համար։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, Ուզեք առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ։ Մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի։ Ասեցի ձեզ։ Երեխեք, պատասխանը ասեցի։ Եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ Ժողովին այդ հարցերը կհնչեն պատասխանության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որ այդպիսի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող։ Ես չգիտեմ դա։ Իհարկե չունեմ։ Այդ հարցի պատասխանն Իհարկե չունեմ։ Ես Աստծո կհավատամ եւ գաղութեմ ազգին եւ եկեղեցիին, խաղաղության եւ հաստատության համար։ Շարունակենք Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործով դատական նիստներ, այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը։ Դատական նախորդ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է, որ գործը վերաբերում է այն դրվագներին, ըստ որոնց Ղուկասյանին մեղսագրվում է քաղաքապետ եղած շրջանում հողերի վաճառք, օտարումներ աճուրդի միջոցով։ Նշեմ, որ Գյումրու նախկին քաղաքապետին մեղսագրվում են նաեւ այլ արարքներ։ Փաստաբանները մանրամասներ են ներկայացրել նաեւ պահման պայմանների մասին։ Ուրեմն այս ամբողջ 40 գործերը ուրեմն կոնկրետ Թումո կենտրոնի հետ է կապված։
կոնկրետ Թումո կենտրոնը, որ այս այգին բանը տվել են հիմա, վերցրել են մեզանից արդեն 10 տարի իշխան ժամանակ է տրված է Թումո կենտրոնին, այս ամբողջ ինչ որ անում է դատախազությունը, անում է իշա Թումո կենտրոնի կապակցությամբ։ Ուրեմն Թումո կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական հադարանը, ներողություն, քաղաքի կենտրոնական, ուրեմն թատրոնի շենքը, Աբորենի կերպով, մոտավորապես ծառահատումներով ամբողջությամբ վերցրել է ավելի սարսափելի ձևով Աբորենի կառույցները կառուցել ու սարքել, քան թե այդ օազիսը, որ մենք օրինական ճանապարհով այդ ամեն ինչը կազմակերպված է, եւ այսպես դատախազ, այսպես կամած սարքելով սա գալիս է Թումո կենտրոնի վրա։ Ես հիմա բարձրացան հայտարարում եմ, Թումոն է խոչընդոտը հանդիսանում այս 40 գործի սարքովի գործերի։ Իշքան վկայամիջ օրս հարցաքննվել է բոլոր հարցաքննությունների մեջ մեկ շատ էական հանգամանք են process-ը, որի համար պարոն Ղուկասյանի մեղադրանք է առաջադրվել, այդ process-ի մեջ պարոն Ղուկասյանի մասնակցությունը նախ եղել է գրեթե 0, երկրորդը նույն process-ը, ինչ process-ով որ քաղաքապետարանում փաթեթներ են կազմվել, ավելի խիստ ենթակա է եղել ստուգման կադաստրի կոմիտեում։ Եվ եթե խնդիր լիներ, կադաստրի կոմիտեն միանշանակ այդ խնդիրը ֆիքսելու էր։ Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներն ակցիա են անցկացրել քննչական կոմիտեի մոտ։ Ասում են ոստիկանությանը դիմելի ստանում են անլուրջ վերաբերմունք, դուժողին չի կարելի մեղադրանք ներկայացնել, երբ զեղծարարության զոհ է։ Ավելի վաղ ակցիա են անցկացրել նաև Կենտրոնական բանկի մոտ դատախազության շենքի դիմաց։ Այսօր եկել էին պահանջելու շորթված գումարը, քանի որ իրենց կարծիքով այդ հանցագործությունները տեղի են ունեցել պատկան մարմինների թերի աշխատանքի հետևանքով։ Քաղաքացիները խուսափել են տեսախցիկներից, խնդիրը ներկայացրել է հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահը։ Ավելի ուշ նրանց մոտեցել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը, հայտնել, որ տուժողների բոլոր բողոքները ստանում են պատասխան։ Մի շարք վարույթներով բացահայտվել են հանցանք կատարած անձինք, այդ թվում արտասահմանում գործող։ Այսօր մենք եկել ենք այդ գումարների հետևից, եկել ենք պահանջելու քաղաքացիներից շորթված գումարները, ինչի, որովհետև այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել փաստորեն ձեռնարկատիրություններ տարբեր տեսակի, որը արգելված է եղել, ապօրինի ձեռնարկատիրությունը իմացել են եւ չեն կանխել, դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20,000 եւ ավելի տուժածներ։ Նույն հարթակից, թե տարբեր հարթակների մասին է խոսքը զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների եւ այլ կիբերհանցագործությունների մասին է, որ այսօր քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ եւ այդ քաղաքացիները հիմա ասեմ թե ինչի համար են խուսափում լրատվամիջոցներից, որովհետեւ նրանք առաջի հարվածով հսկայական շատ մեծ գումարներ կորցնելուց հետո ենթարկվում են հալածանքների եւ հասարակության կողմից, որ ուր է ձեր գլուխը, ինչ եք խաբվել, ինչ եք գումարները փոխանցել հանցագործներին, նախ հանցագործների ճակատին գրած չէր, որ իրանք հանցագործեն, նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը իհարկե ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, ովքեր մասնագիտությամբ ծրագրավորող են։ Այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը դա միայն ու միայն միամիտ մարդու խնդիրը չէ։ Խաբվել ենք, փողերը մուծել ենք, վճարել ենք, ունենք չեկեր ամբողջությամբ, որը մուծել ենք բանկերով, որ խաբել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, այսքան, ինչ ասել են, արել ենք, ու տենց կորել են Facebook-ից, անհայտացել են, չեն վճարել։ Այո, դիմել եմ, ԱԱՑ եմ, դիմեմ մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը։ Նախ հարկ եմ համարում նշել, որ քննչական կոմիտեի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է կիբերհանցագործություններից տուժած անձանց իրավունքները։ Այդ համատեքստում վարույթ իրականացնող մարմինը իրականացնում է համապատասխան ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունները հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, այդ թվում նաեւ հանցագործությունից տուժած անձանց իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե քաղաքացիների տուժող քաղաքացիների իրավունքները
պաշտպանված չեն։ Այդ նշված հանգամանքի հետ կապված կարող եմ մատնանշել, որ վարույթ կիբերհանցագործության քննության վարչության քննիչները ձեռնարկում են բոլոր միջոցները տուժողների խախտված իրավունքների վերականգնման համար եւ տուժողների կողմից հասցեագրված բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները, քաղաքացիները ստանում են ընդունելություն, անհրաժեշտության դեպքում նաեւ իրենց հայտի նոր հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը հայտում է նոր տեղեկություններ, որի շուրջ էլ վարույթ իրականացնող քննիչը պլանավորում է ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունների կատարում։ Ինչ վերաբերվում է այն հարցադրմանը, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի տուժած անձանց հանցագործության պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։ Այդ համատեքստում հարկ է մատնանշել, որ քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ նախ պետք է վարույթ իրականացնող մարմինը բացահայտի հանցագործության կատարող անձանց, որից հետո նոր միջոցներ ձեռնարկի այդ եղանակով Եվ այսպես վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև հանրապետության նախագահը։ Քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական հարցեր։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս 2 անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Քաղբանտարկյալների ու նրանց իրավունքների վերականգնման մասին ընդդիմությունը լսումներ էր նախաձեռնել խորհրդարանում։ Հիմնական զեկուցողը Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էր։ Լսումներին պատգամավորներից բացի մասնակցել են նաև հասարակական գործիչներ։ Լիդիա Մանթաշյանն այս պահին միակ կին քաղաքական բանտարկյալն է եւ ընդամենը օրեր առաջ դատարանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Լիդիայի կալանքը եւ դա այլ կերպ, քան պատիժ Լիդիայի նկատմամբ հնարավոր չէ որակել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ կալանքի հետևում իրականում թաքնված է քաղաքական պատվեր։ Սիրելի գործընկերներ, քաղաքական ռեպրեսիաների այս մեխանիզմը հնարավոր է դարձել գործի դնել դատական իրավական համակարգի հետևողականորեն միջամտելու ճանապարհով, որը արտացոլվել է եւ իրականացվել է թե օրենսդրական մեխանիզմներով, թե լիազորությունների դադարեցման ոչ սահմանադրական միջոցներով։ Գործադիրի ղեկավարի ուղիղ ցուցումներով քաղաքական, հանրային եւ ռազմական գործիչներին կալանավորելով, դատարանների շրջափակումով, դրանց անկախության վերացումով, սահմանադրական դատարանի բարձրագույն դատական խորհրդի կազմը քաղաքական նպատակահարմարությամբ փոխելով, քաղաքական ցուցումներին չենթարկվող դատավորներին հեռացնելով, ուժային բացառապես մեկ անձի շահերին ուժային կառույցները բացառապես մեկ անձի շահերին ծառայեցնելով, այսինքն արդյունքում մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական մահակի։ Հայաստանում մարդուն կալանավորելը այլևս ոչ թե բացառիկ, այլ պատժիչ միջոց է։ Ուզում եմ խորը ափսոսանքով արձանագրել, որ այսօր չկան միջազգային կառույցների կողմից քաղբանտարկյալների վերաբերյալ պատշաճ արձանագրումներ եւ գնահատականներ, ինչն էլ շատ հաճախ որպես հակափաստարկ ներկայացվում է իշխանությունների կողմից։ Եվ սա լուրջ խնդիր է, բայց սա նաեւ միջազգային կառույցների խնդիրն է։ Ցավոք այսօր միջազգային կառույցները խորը ճգնաժամի փուլում են գտնվում եւ մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ, այնպես էլ ականատես ենք լինում այսօր քաղբանտարկյալների հարցում լռության պարագայում։ Շատ ամոթ է, որ այսօր մենք ասում ենք, ինչ է ասում վեհապարը, ինչ է ասում Սրբազանը, բա դուք ինչ եք ասում։ Հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ, դուք ինչ եք ասում։ Հերիքա գցենք ծրագրով, այսինքն ինչ պիտի անի վեհապարը։ Վեհապարը դի գավազանը վերցնի, չգիտեմ ինչ անի։ Մեր գործն է, եթե թերացել ենք, մեր գործը չեն կարողացել անել։ Մի գցեք Սրբազանի ու անի գրպանը։ Եվ մի կարևոր բան էլ, եթե թույլ տաք, ես կարծում եմ ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ այսօր ասում ենք ժողովուրդը չի գիտակցում, թե մենք ինչի մեջ ենք։ Մենք ողբերգության մեջ ենք, մենք աղետի մեջ ենք եւ
չգիտեմ, լավ բառ ասեց պարոն Բագրատյանը, բայգուշություն ինձ էլ են ասում, ես որ ասում էի Արցախում էի, ասում էի տալու են, Արցախը տալու են, ասում էի լավ էլի Անժելա վերջացրու։ Հիմա ասում եմ, հիմա իրանք պատրաստում են, որ Հայաստանը տան ցավոք սրտի ինչ է նկատելի, որ եւ քաղաքական ուժերի մեջ եւ ընդդիմադիր եւ մտավորականների մեջ ամենամեծ ողբերգությունը կարծում եմ դա է, որ չեն գիտակցում, որ մենք ինչի մեջ ենք եւ մեզ իրականում ինչ է սպասում։ Ազգային ժողովի նախագահն էլ լսումներին հետևել է օթյակից, ընթացքում նաև զրուցել լրագրողների հետ։ Հալեն Սիմոնյանը հերքել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մատնանշել այդ պահի լսումներն ու հարցրել, արդյոք այդ պահին ընդդիմադիր խոսք չի հնչում եւ այդ դեպքում ինչու այդ մարդիկ բանտարկված չեն։ Սիմոնյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների ու գերիների մասին, նշել, որ բոլորն անխտիր վերադառնալու են, ամեն դեպքում իշխանությունն անում է հնարավորն այդ ուղղությամբ։ Այստեղ խնդիրը այն է, ոնց երկու ժողովուրդների մեջ, որոնք որ տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, անենց ինչ-որ տրամաբանություն գտնենք, որ այդ միջև այդ ատելությունը իջնի, մարդիկ հնարավորինս քիչ առիթ տանք, որպեսզի իրանք ինչ-որ անախորժություն չեն, բայց մենք բոլոր սահմանները բացա լիներ, ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել, ինչ-որ ժամանակահատվածում վերջում, այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասերության պատրվակի տակ ասեք, որ տենց բան չի լինելու, լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ, էլ զինվորական դրա արդեն Լսեք, իսկ դուք տեսնում եք Հայաստանում ինչ տեսանյութներ է տարածվում, դուք հասկանում եք, որ մենակ մեր երեք, լսեք, նման տեսանյութներ չկա, բայց մենք ունենք հենց հիմա այնտեղ Ղարաբաղի դրած դրոշներ, որը նույն էմոցիան է առաջացնում Ադրբեջանում, ինչը որ մեր մոտ այդ բանը, այդ տրամաբանը, այն ինչ որ դուք ինչի մասին խոսում եք, դուրս եկեք մենակ մեր տեսակյունից նայելը Մենք երեք Ժիրայր Լիպարիցյանը շատ լավ հարցազրույց տվեց Պետրոս Ղազարանին եւ այդ ձեր ասածի հետ կապված շատ հետաքրքիր բաներ օրինակներ ա բերել նայեք մենակ մեր դիտակետից մի նայեք հարաբերություններին ես պատրաստվում եմ ինչ որ հարմար պահի գնամ Ադրբեջան եւ այցելեմ ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ որ որևիցե ֆորմատով վերջաց ինչա Ասեցին իրանք ինձ ուղիղ տեքստով ասեցին, որ դա կապված է Եվրոմիության հետ իրենց հարաբերությունների հետ եւ Տիկին Գաֆարովան մեր հանդիպման ժամանակ դրա մասին ինձ ուղիղ տեքստով խնդրել է եւ խնդրել է, որ նաեւ իրենց նախագահի անունից ասել է, խնդրում եմ, որ փոխանցեք, որ սա որևիցե կապ չունի հայկական կողմի հետ։ Հիմա եթե սխալ բան ասեմ, իրանց հարաբերությունների հետակապված ձևակերպումը սա է, ես խնդրեցի հարցեցի, ասի կարող եմ ես սա բարձրաձայնել, ասին այո, կարող ես բարձրաձայնել եւ ես մի քանի անգամ բարձրաձայնեմ Կարինե ջան։ Չէ, չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ։ Բայց դուք նորմալ եք համարում գնալ գալը, եթե մենք այնուամենայնիվ այնտեղ ունենք գերիներ։ Իսկ քննարկել ասելուց ինչ նկատի ունեմ, ես կքննարկեմ։ Բա որ ասում եմ քննարկել, ես ինչ նկատի, ես չեմ ասում, չէ՞ կարող է ասել, ես կգնամ։ Լսեք, մեր գերիների հարցը մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պահի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Արման Թաթոյանը հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի, կարող է Պետրոսին էլ բերի իրեն մենակ չզգա, նշել է Թաթոյանը։ Միասնության թևեր շարժման ղեկավարն ասել է պատճառներ, թե ինչու է առաջադրվելու, նաև նշել, որ իրեն չեն աջակցում ոչ նախկինները, ոչ վարչապետը։ Թաթոյանը նաև ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնց ուղղությամբ աշխատելու է վարչապետ դառնալու դեպքում։ Երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնակավարի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք
մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետև ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի։ Եվ ինքը այդ իր ատելության թշնամանքի օրակարգի ձեռնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է, բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Եվ այսպես վարչապետը հենց այսօր Սրբազան հայրերի համաձայնության դեպքում նրանց կհրավիրի հանդիպման, որպեսզի ավելի մանրամասն հասկանա նրանց դիրքորոշումներն ու մոտեցումները։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է եպիսկոպոսների հայտարարությունը։ Վարչապետը ողջունել է այն, ասելով, որ այն ցույց է տալիս, որ եկեղեցին ունի հոգևորականներ, որոնք եռանդուն կատարում են նրանց հոգևոր առաքելությունը։ Մինչև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Իսկ եպիսկոպոսները հայտարարել են, որ քննչական կոմիտեում իրականացված փորձաքննությունների արդյունքում հաստատվել է Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Տարածած հայտարարությունում նրանք պահանջում են Արշակ Խաչատրյանի եւ Կտրիչ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց։ Ավելի վաղ Թելեգրամյան ալիքներում եպիսկոպոսած դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար էր տարածվում։ Եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին եւ հանությանը հայ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանից եւ Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար։ Տարածվող հայտարարությունում նշված են հոգևորականների անունները, նրանցից ոմանք ստորագրել են դրա ներքո։ Շարունակենք, Հայաստանի սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող $1,095,000 համարժեք 417,659,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Այս մասին հայտում են գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել էր։
Սրբազան պայքարի գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողություն եւ գրավ 2.500.000 դրամի չափով։ Նշեմ, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի եւ շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Մեկնարկին դատավարության մասնակիցները, ամբաստանյալները, նրանց պաշտպանները դատարանին առաջարկել են առաջնահերթ քննարկել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։ Հիշեցնեմ, Լիդիա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Փաստաբանը սա հանրային ճնշման հաղթանակ է համարում։ Դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Դրա համար պատահական չէր, որ իրենք փորձեցին հենց ի սկզբանե իրենց խոսքի մեջ հերքել, որ սա ամենևին պայմանավորված չէ այդ գրառումներով, այդ ակցիաներով, այլ իրավական հիմնավորումներով են մենակ սահմանափակվում, բայց իմ խորին համոզմամբ, ինչպես նաև նախկինում նշել էի, հենց այս էր, որ կարող ենք համարել հանրային ճնշման հաղթանակ։ Ոչ արդարության, էլի եմ ասում, այն պահից սկսած, երբ որ այս խեղկատակ ապացույցներով այս գործը հարուցվել է, երբ որ Լիդիան ներգրավել է որպես մեղադրյալ, մենք իրավաբանության, արդարադատության հետ գործ չունենք։ Սա ես համարում եմ հանրային ճնշման հաղթանակը։ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտարային հատվածների հրդեհներն ամբողջությամբ մեկուսացվել են։ Այս մասին հայտում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Կրկին հորդորում են խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911, կտրվի լրացուցիչ տեղեկություն, նշված է հաղորդագրությունում։ Եվ այսպես Մայրաթորում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի Հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չի եղել գումարել մի քանի հոգևորականի բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ ներկա ժողովականներն անդրադարձել են եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվել է, որ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է, ներկայացնում Տեր Աշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Նշվում է, որ հանձնախումբը որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Աշակ Սրբազանին հանդիպելու իր հետ։ Իսկ կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվել է նաեւ, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող հաժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովապետի կողմից։ Ժողովականները հորդորում են եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարելու եկեղեցու միաբանությունը։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Փաշինյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։ Երկրի ղեկավարի խոսքով այն թեման, որն արծարծել են եպիսկոպոսած դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ են առնչվում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, պետություն, հասարակություն ունենալու խնդրին, նշել, որ պետության եւ հասարակության արժեքահեն լինելը կապված է նաեւ հոգեվոր կյանքի հետ։ Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության եւ հասարակության արժեքահեն լինելը, ասել է Փաշինյանը։ Իսկ այս կիրակի վարչապետը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Facebook-յան էջում, նաեւ նշել, որ ժամանակին հենց այս եկեղեցում է մկրտվել։ Կիրակի օրը նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Ասեմ նաեւ, որ ժամանակին հենց Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել։
Շարունակենք, ազգային ժողովի նախագահն է խոսել նախորդային հրապարակած զոհերի թվի մասին, պատասխանել լրագրողների հարցին, թե ինչու տարբեր ժամանակներում թվերը տարբեր են։ Ալեն Սիմոնյանը անուններ է հնչեցրել եւ զարմացել է հարցից։ Ինքն է հարցրել, ինչու որևէ մեկը չի գնում նախկիններին հարցում չի ուղարկում, տեսնելուց չի հարցնում, ինչու են 1000 հայ տղա ավելի սպանում։ Իսկ երբ ինքն է հրապարակում պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, իրեն հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել։ Ես ձեր վրա զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000, տեղ-տեղ 10000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ։ Դուք չեք հարցնում այդ հարցը։ Իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, ես կանդրադառնամ բանի հետ կապված ձեր հարցին, պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծեն, բայց ես ձեզնից եմ ուզում հասկանամ, էլի, դուք Ազատություն ռադիոկայան, դուք Նյուզեմ, դուք մնացածից, ինչի այն ժամանակ արդեն քանի տարի է այդ մարդիկ ասում են, որ 1000, 1200, 1100 հայ տղա է ավել մեռել, ձեզանից ոչ մեկը մահացե կներեք այդ բառի համար, ձեզանից ոչ մեկը դրանց չեք հարցնում, ասում եք այդ որտեղից այդ ինֆորմացիան, ով ա տվել, Ադրբեջանն ա տվել ձեզ այդ ինֆորմացիան, ճիշտ եք ասում, սուտ եք ասում։ Միտեղ որ լիներ պաշտոնապես դա դրված, բան հարգելիս, հարց նախ եւ առաջ քննչական կոմիտեի հայտարարությունը, որը ես մեջ բերել եմ, պաշտոնական է դրած։ Այսինքն ամբողջ հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը, որտեղ որ քրեական գործ կա, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված հարուցված, բազմաթիվ գործեր կա, դա պաշտոնական չի, որ երկրի նախկին ղեկավարները, իրանց փեսաները, լրատվական կայքեր եւ մեդիա ունեցողները տենց բան են ասում, ինչի մի հատ հարցում։ Մի րոպե ես ձեր հարցին պետք է միջև վերջ պատասխանեմ, նոր, ես սպասում եմ այս հարցին, սպասեք, ինչի չեք մի հատ այդ դրանց, կրկնում եմ դրանց հարցնում, ասում 1000 երեխա, ինչի եք սպանում, ինչ վերաբերվում է ձեր հարցին թվերի էսկոմ գնալը, նաև վարչապետն է այդ թվի մասին ստեղ խոսացել փոքր տարբերությամբ եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել եւ այդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների ԴՆԿ տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այտենց փոփոխություն է ապրել, բայց եթե մենք խոսում ենք այդ թվի 10 հոգու, 50 հոգու, կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, բայց լինում է դեպքեր, որ հա ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները, որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամն է։ Հիմա հերթով հարցեր տվեք, մի րոպե, հերթով իրար հետ չենք խոսում։ Ես երբևիցե որևիցե մեկի, ես մնում եմ միջև վերջի հարց տալը։ Հերթով առանց իրար ընդհատելու հարց տվեք։ Խնդրեմ, փայլակ ավարտեք ձեր հարցը։
Եվ օրինակ Սամվել Ֆարմանյանն է գրառում արել, ասում է 2022 թվականի ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը եւ ապա 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը, ստացվում է Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի հետ հարցնում է 5000-ից ավել 5074 գրել է նախկին։ Ես չեմ պատրաստվում այդ պերսոնաժին որևիցե ձևով արձագանքել։ Թող գնա Միշիկին հարցնի իրան աշխատավարձ տվող անձնավորությունը, հարցնի ասի այդ որ պատերազմը նոր էր ավարտվել, հələ 10 րոպե էր ավարտվել էր նոյեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում։ Նոյեմբերի 30-ին, այդ որ գրում էր 4750, այդ Ֆարմանյան Սամվելի կողմից էր այդ ինֆորմացիան ուղարկել, թե Սերժ Սարգսյանի բանն էիք մեջը, ապրիլյան պատերազմի թվերն էիր մեջը դրել, թե քո անձնական բան, թող գնա ինքը այդ պարզաբանումը տա, ինքը ընդհանրապես ով է, որ ես իրան մեկնաբանում։ Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, հայհոյում, ձեռքերով ու ոտքերով հարվածում։ Տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան։ Դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունն ու կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է։ Դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք, նշել են կոմիտեից։ Հաշվի առնելով խափանման միջոցների երկարաձգելու մասին տեղեկություն ու կադրերում տղաների հագուստը, դեպքը նոր չէ։